Ողջույն, ես Իզաբելլա Հարոնյանն եմ, այսօրվա մեր թեման է ֆեմինիստական շարժումը ժողովրդավարական գործընթացներում։ Եվ զրուցելու եմ Երևանի Պետական Համալսարանի դասախոս սոցիալական ոլորտի մասնագետ Լուսինե Քարամյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ինչ է ֆեմինիզմը եւ ո՞րն է նրա գաղափարախոսությունը։ Կարծում եմ դասական սահմանումներ շատ են հնչում եթերում, ընդհանուր առմամբ եթե անդրադառնամ, ֆեմինիզմը գաղափարախոսություն է, սոցիալ-քաղաքական շարժում, իր տարատեսակ դրսևորումներով, բայց բոլոր դեպքերում նպատակը մեկն է՝ հասնել քաղաքական, տնտեսական, սոցիալական հավասարության բոլոր սեռերի համար։ Եթե մենք խոսենք ոչ շատ պոպուլար ձևակերպումներից եւ փորձենք հասկանալ ֆեմինիզմը ինչ է, նախ պիտի ասեմ, որ առաջին անգլալեզու միջավայրում սահմանումը դեռևս 1890-ականներին է հայտնվել, այսինքն բոլորովին նոր չէ, ինչպես մենք մեր հայաստանյան հասարակությունում հակված ենք կարծելու, եւ օրինակ սահմանումներից ամենայն դիպուկն ու կարճը Բել Հոքսն է նշել, իր կարծիքով դա սեքսիստական ճնշման դեմ պայքարն է, այսինքն սեքսիստական ճնշումը վերացնելուն ուղղված պայքարն է, եւ երբ որ մենք ասում ենք պայքար, միանգամից բացասական երանգ է դա կարծես թե ձեռք բերում, ցանկացած դեպքում երբ որ ասում ես պայքար, շարժում, հանրային ընկալումներում դա ավելի շատ բացասական կոնոտացիա է ունենում, նշանակում է դու ինչ-որ բան ուզում ես քանդել, փոխել, վերացնել, ապակայունացնել, բայց ֆեմինիզմի դեպքում կարող ենք երևի ինձ համար շատ ականջահաճո ձևակերպում է, որ ֆեմինիզմը սիրո շարժում է։ Ֆեմինիզմը մարդկանց կոնսոլիդացնելու եւ ոչ միայն առանձին որևէ խմբի իրավունքների մասին բարձրաձայնելու շարժում է, այլ հասարակությունում տարբեր սոցիալական խմբերի բարօրությանը եւ հավասարությանը ուղղված շարժում է։ Եվ այս առումով մեր ոդքասթի լսարանին խորհուրդ կտամ քանորդ սիրո շարժում է բառակապակցությունը այդտեղից մնաց իմ գլխում խորհուրդ կտամ ունկնդրել YouTube-ով կարող են գտնել Բուն TV-ում կա սերունդներ եւ ով այդպիսի հաղորդաշար, որ վարում է Այդա Մարուկյանը եւ իր հյուրն է Աննա Մելիքյանը։ Իրենք խոսում են ֆեմինիզմի եւ ֆեմինիստների մասին բավականին ոչ ստանդարտ տեսանկյունից եւ շատ հասկանալի հանրամատչելի լեզվով։ Եկեք փորձենք նույն ոչ ստանդարտ տեսանկյունը նաև այսօր մեր ոդքասթում ներառել։ Մենք խոսեցինք ֆեմինիզմի ալիքների մասին, ընդհանուր դրանք 4-ն են, բայց կարծես թե Հայաստանում մնացել ենք դեռ երկրորդ ալիքի զարգացման էտապի մեջ։ Ինչ կասեք այս մասին։ Մի քիչ հեռվից կգամ, թեև հետաքրքիր է, որ իմ ակադեմիական կարիերայում շատ հաճախ այդպես կատակում ենք, որ ուսանողները SN-եր գրելիս գալիս են շատ հեռվից, ասում են հին ժամանակներից, չգիտեմ, հնագույն ժամանակներից եւ մարդկության ստեղծման պահից եւ այլն, բայց այս դեպքում կարծում եմ այս կոնտեքստում դա տեղին կլինի։ Նախ նշեմ, որ հին Հռոմում եւ Հունաստանում գոյություն ուներ ագորա կոչվող հարթակը, տիրույթը, որում գերակշռում էին տղամարդիկ, գերակշռում էին նույնիսկ մեղմ է ասված, տղամարդիկ էին միայն իրավունք ստանում մասնակցելու կարևոր որոշումների կայացմանը եւ իրենք էին, որ հավաքվում էին եւ ագորան նրանց հնարավորություններ տալիս քննարկելու քաղաքականությանը, օրենքներին, կրոնին, իրավունքներին, մի խոսքով մեր կյանքի կարևոր ասպեկտներին վերաբերող հարցեր եւ այդ հարցերի շուրջ կայացնելու որոշումներ։ Եվ երկար ժամանակ կանայք զրկված էին այդ հարթակում հայտնվելու հնարավորությունից, ընդհանրապես երբ որ խոսում ենք հին Հռոմի ու Հունաստանի մասին, պետք է նշել, որ կար հստակ սահմանազատում հանրային եւ մասնավոր ոլորտների միջև, եւ եթե հանրային ոլորտը ներկայացնում էին տղամարդիկ, ապա կենցաղ
խնամք եւ այլն ամբողջովին վերագրվում էր կանանց եւ կանայք ստացվում է որ զրկված էին անգամ իրենց վերաբերող կամ ոչ միայն իրենց վերաբերող, բայց կարևոր որոշումների կայացման գործընթացներում ներգրավված լինելու հնարավորությունից։ Իհարկե աստիճանաբար կանայք էլ նվաճեցին ագորան եւ ունեցան հնարավորություն այս կամ այն կերպ մասնակցելու, բայց միևնույն է նրանք շարունակում են եւ ցավոք միջև օրս շարունակում են լինել խնամքի, խոհանոցի, կենցաղի գլխավոր հիմնական պատասխանատուն։ Եթե գանք ավելի շատ մեր ժամանակներ 19-րդ, 20-րդ, 21-րդ դար, պիտի նշենք, որ արևմտյան դիսկուրսում ֆեմինիզմի մասին խոսելիս ընդունված է տարանջատել ֆեմինիզմի ալիքներ։ Եվ առաջին ալիքը վերագրվում է 19-րդ դարին, 20-րդ դարի սկզբին։ Երբ դեռ խոսք էր գնում հիմնականում կնոջ ընտրական գործընթացներին քվեարկելու իրավունքին արժանանալու մասին, նաև աշխատանքային իրավունքի, նաև աշխատանքային, նաև սեփականության իրավունքի, այսինքն մենք դեռ առաջին ալիքի ժամանակ խոսում ենք գոնե նրա մասին, որ կանայք ունենան ընտրելու իրավունք եւ ունենան սեփականության իրավունք։ Եվ սա բավականին փաստորեն 100-ամյակ առնվազն պահանջեց, որ որոշակի առաջընթաց արձանագրվի։ Եթե խոսում ենք երկրորդ ալիքի մասին, մինչև երկրորդ ալիքին անդրադառնալը, որը արդեն ավելի շատ 90-ականների մասին է, 890-ականների առաջին ալիքի պարագայում ես մի երկու անուն եմ ուզում շեշտել կանանց, ովքեր իմ համար կարևոր դերակատարում են ունեցել կանանց իրավունքների եւ ոչ միայն կանանց իրավունքների, հիմա կասեմ ինչու ոչ միայն կանանց առումով իրավիճակի փոփոխության մեջ։ Նախ մեկ անուն կնշեմ Ջեյն Ադամս, ով սոցիալական աշխատանքի մասնագետ էր եւ ով 20-րդ դարի սկզբին տարբեր սոցիալական շարժումներ էր նախաձեռնում սոցիալական հավասարության, սոցիալական արդարության հետ կապված աշխատանքային իրավունքների եւ օրինակ 1923 թվականին իր շարժման շնորհիվ որոշակի փոփոխություն արձանագրվեց աշխատանքային իրավունքների տեսանկյունից, այսինքն նպատակը շարժման այն էր, որ չլինի գետ-մեկ գործատու, որ ԱՄՆ-ում, որ իր աշխատողներին բժշկական ապահովագրություն չի տրամադրում, եւ փաստացի որոշակի ժամանակ անց բժշկական ապահովագրությունը դարձավ պարտադիր ու համատարած աշխատաշուկայում։ Իսկն գրանցված աշխատողները պարտադիր բժշկական ապահովագրություն պիտի ստանային, ինչը կարծում եմ կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Բացի դրանից, եթե խոսենք Նոբելյան մրցանակակիրների մասին, ապա խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած առաջին կինը հենց ինքը Ջեյն Ադամսն էր։ Այսինքն մի կին, որը որ այն ժամանակ արդեն դարասկզբին բավականին պրոգրեսիվ հայացքներ ուներ, չէր վախենում բարձրաձայնել դա եւ իր ընկերուների հետ միասին նախաձեռնում էր որոշակի սոցիալական շարժումներ փոխելու իրավիճակը այդ առումով, հա, եւ ինքը գտնում էր, որ իրական խաղաղությունը դա ոչ միայն պատերազմի բացակայությունն է, այլև սոցիալական արդարության առկայությունն է։ Իսկ ովքեր են մեր օրերի Ջեյն Ադամսները։ Ջեյն Ադամսները։ Մենք իհարկե այսօր էլ ունենք Նոբելյան մրցանակակիրներ, որոնք փորձել են ընդվզել օրինակ իսլամական պետություններում կնոջ ստորադաս կարգավիճակի դեմ, Մալալային հավանաբար գիտեք եւ ունենք նաեւ գիտեք չէ որ տարեկան մեկ անգամ հավաքում են տարբեր աշխարհի ծայրերից կանայք եւ ստանում են այդպես համարձակ կնոջ երևի կերպարը մարմնավորող կանայք, որ ստանում են մրցանակ իրենց հասարակությունում որոշակի
փոփոխություններ հրահրելու, խթանելու համար, բայց եթե թույլ կտաք, ես կուզեմ մի քիչ էլ հետ գնալ ու Ջեյն Ադամսից առաջ էլ նշել եւս մեկ շատ կարեւոր անուն Լուսի Սթոունին, որը ինչու ասեցի ոչ միայն կանանց իրավունքների համար պայքար է, ինքը օրինակ պայքարում էր abolitionist էր, պայքարում էր նաև ստրկության դեմ։ Պարզ է, որ ստրկության եւ թրաֆիկինգի ենթարկվում էին նաև շատ կանայք, բայց ինքը իր պայքարով դուրս էր եկել ոչ միայն կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու եւ արդարությունը վերականգնելու համար, այլև հաստատի ստրկությունը որպես երևույթ վերացնելու համար։ Եվ ես խոսում եմ օրինակ 1847 թվականի մասին, հա, պատկերացնում եք, այսինքն դա 20 եւ 21-րդ դարից շատ հեռու ժամանակ է, բայց ինքը 47 թվականին դարձավ Մասաչուսեթսի առաջին բարձրագույն կրթություն ստացած կինը։ Այսինքն ընդվզեց եւ կարողացավ հասնել այն բարիքին, որը կանանց համար հասանելի չէր այդ ժամանակաշրջանում։ Մենք խոսում ենք մի երևույթի մասին, որը եղել է շատ վաղուց, բայց ներկայում եւս շատ ու շատ դեպքերում մենք հանդիպում ենք նման երևույթի մեր երկրում։ Ու ոչ միայն աշխարհի տարբեր այլ մասերում եւս, բայց մեր երկրում բնականաբար յուրաքանչյուր մարդ ունի կրթություն ստանալու իրավունք, բայց երբեմն հանդիպում ենք դեպքերի, երբ նույն բարձրագույն կրթության պարագայում ընտանիքը կնոջը ու աղջկան ասում է դու կարիք չունես բարձրագույն կրթություն ստանալու, քանի որ քո տեղը տանն է, խոհանոցում, քո երեխաների ու քո ընտանիքի կողքին։ Կամ մեկ այլ հետաքրքիր բարձաբանում, երբ ասում ենք ամուսնանաս, եթե ամուսինդ կցանկանա ու կթողնի, ապա դու կշարունակես քո կրթությունը։ Ինչպես է պետք այս երևույթի դեմ պայքարել։ Դուք շատ ցավալի, իրականության ցավալի կետերին անդրադարձաք, առավել եւս եթե խոսենք նրա մասին, որ Հայաստանում նաեւ կան էթնիկ փոքրամասնություններ, օրինակ եզդի համայնքը, որտեղ շատ ավելի սուր է այս բարձրագույն կրթության հետ կապված հիմնախնդիրը արտահայտվում։ Այո, մենք մինչև օրս ունենք, չնայած որ կարող են ձեզ հակափաստարկներ բերել շատերը ասելով մտեք լսարան, տեսեք ավելի շատ տղաներ են, թե աղջիկներ են սովորում եւ այլն, բայց այստեղ միշտ պետք է ունենալ հակափաստարկներ, ես միշտ ասում եմ, ոչ միայն քանակն է կարևոր, այլև այն հնարավորությունները իրական, որոնք դրվում են հավասարապես եւ կանանց եւ տղամարդկանց։ Իսկ եթե մենք ունենք ընտանիքում եւ տղա եւ աղջիկ երեխա եւ օրինակ ծնողը պիտի ընտրություն կատարի իր ֆինանսական միջոցներից ելնելով ում է բարձրագույն կրթության հնարավորություն ընձեռում, շատ դեպքերում այո, իրենք նախընտրում են նախապատվությունը տալիս են որդուն եւ ձեր մատնանշած հիմնախնդիրը այդտեղ էլ է ցցուն, որ դե լավ, աղջիկը կարող է եւ չստանալ այդ բարձրագույն կրթություն։ Կամ մեկ այլ տարբերակ եւս կա, երբ դա կարծես թե հենց կրթվողի մտքերում նույնպես նստած է։ Երբ իրենք ստանում են բարձրագույն կրթություն միայն ու միայն դիպլոմի համար։ Ես լիովին համաձայն եմ, միշտ այստեղ վիզուալ էսպիսի օրինակ եմ բերում, որ եթե դու հեռուստացույցի դիմաց նստած ինչ որ հեռուստաալիք ես նայում եւ քեզ դուր չի գալիս այն տեսարանը, որ դու տեսնում ես, ինչքան էլ դու փորձես անջատել եւ այլն, միևնույն է ինքը շարունակում է այնտեղ եթեր գնալ, այսինքն այն որ դու այդ պայն դա չես տեսնում եւ վահանակը օգտագործելով անջատեցիր, չի նշանակում, որ վերջ ինքը վերջացավ։ Եվ այո, խոսել 21-րդ մենք շատ բազմազան այս պահին հասարակությունում ենք ապրում, որում կողք կողքի կարող են ապրել եւ շատ դեր ասած առաջադեմ հայացքներ ունեցող մարդիկ, որոնց համար չի էլ քննարկվում նման հարց արդյոք կրթություն ստանա թե չստանա կամ աշխատաշուկա մտնի թե չմտնի, եւ մյուս կողմում մենք տեսնում ենք որոշակի դեռ պահպանողական մոտեցումներ, որ դե ինչ պարտադիր է, որ եւ ես կարծում եմ, որ պայքարի ձևերից մեկը նաեւ անհատական փորձառությունները տեսնելն է, բարձրաձայնելն է, օրինակ եթե ես
ունեմ եզդի ուսանողուհի, որը որ կարողացել է հասնել նրան, որ բարձրագույն կրթությունը իր համար լինի հասանելի, այսպիսի պատմությունը պետք է բարձրաձայնվի եւ այո, որպես success story, որպես հաջողության պատմություն եւ պետք է երևա, որ այսպես էլ է հնարավոր, հա? Իդեպ որ ասացիք կնոջ տեղը տանն է եւ այլն, Լուսի Սթոունը հետաքրքիր մի ցիտեմ, հա, միտք էր արտահայտել շատ վաղուց ժամանակին, ես ասացի ինքը երբ է ապրել, ինքը ասում է, այո, համաձայն եմ, կնոջ տեղը տանն է, ամուսնու երեխաների կողքին, ու այդտեղ ասում է, բայց անսահման ազատության, այդ թվում ֆինանսական ազատության, ընտրելու իրավունքի եւ առասարակ սեփական անձնական որոշումներ կայացնելու իրավունքի պայմաններում։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք այդ ազատագրման մասին, պետք չէ միանգամից բացառել նաեւ այլ տարբերակ ընտանիքը, հա, չգիտեմ եւ այլն, սա է որ շատ հաճախ բավարար արդյունավետ չեն երև մեր ընտրված իրազեկման մեխանիզմները, որպեսզի չընկալվի այնպես, որ ֆեմինիզմը բացառում է ընտանեկան կյանք, չգիտեմ, խնամք, խոհանոց եւ այլն, կանայք շատ բազմազան են եւ պետք է ընդունել, որ այդ տարբերությունները նաև կանանց միջև են եւ ես կարող եմ ընտրել օրինակ, չգիտեմ, հելունագործությունը որպես իմ գործունեության հիմնական մաս եւ դա ինձ հաճույք պարգևի։ Բայց այստեղ կարևոր է, որ դու ստորադասված չես, այսինքն քո որոշումը քո որոշումն է եւ եթե անգամ ունես որոշակի պարտականություններ կենցաղում, դա չի բացառում քո մյուս կյանքի ոլորտներում ընտրությունների հնարավորությունը։ Տեսեք, մենք խոսեցինք փուլերի մասին, ի վերջո հիմնականում հենց 3 փուլ է այսպես առանձնացվում, բայց մենք կարծես թե Հայաստանում մնացել ենք երկրորդ փուլում, զարգացման երկրորդ փուլում, դեռ երրորդ չենք հասել, դուք նշում եք նաև չորրորդի մասին, դրա մասին անգամ պատկերացնել ու խոսել չեն կարող։ Համաձայն եմ ձեր բնորոշման հետ, որ մենք ավելի շատ թերևս երկրորդում ենք, որովհետև տեսեք, ես այստեղ պիտի շեշտեմ, որ ինչ որ առումով քաղաքական կամք կա, այսինքն գոնե ֆորմալ իրավական փաստաթղթերում փորձ է արվում ամրագրելու գենդերային հավասարությունը, փորձ է արվում գենդերային հիմքով բռնությանը վերջ տալու, հա, այսինքն մենք ունենք նաև համապատասխան ռազմավարություն պետական մակարդակով մշակված եւ կարծես թե իրավական օրինական տեսանկյունից քայլեր արվում են, բավականին առաջընթաց կա, բայց քանի որ երկրորդ ալիքը նրա մասին է, որ նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում պիտի դա իրականում դրսևորվի, այսինքն լինի իրական ներառականություն եւ լինեն հավասար հնարավորություններ, ոչ միայն հավասար իրավունքներ։ Ես օրինակ շեշտեցի, որ Ագորայի բարագայում կանայք թերևս նվաճեցին Ագորան, բայց շարունակում էին կենցաղի ու մնացյալ այդ մասնավոր հարցերի գլխավոր պատասխանատուն լինել, բայց մինչ օրս էլ եթե դուք հարց տաք, թե ինչն է կանանց հետ պահում օրինակ կառավարչական հաստիկներ զբաղեցնելուց, քաղաքականության մեջ ել ավելի ակտիվ լինելուց, մենք կգանք նրան, որ բացի ներքին խոչընդոտներից, որ հաճախ մեզ խանգարում են, կան նաև արտաքին շատ հաճախ չերևացող խոչընդոտներ, ու եթե ես պիտի պատասխանատվություն կրեմ եւ իմ կենցաղի ու երեխայի խնամքի համար եւ առաջ գնամ աշխատաշուկայում, կարիերայում, սա կրկնակի բեռ է։ Մենք մեր նախորդ ոդքասթներում բազմիցս այդ հարցերը քննարկել ենք ու իսկապես կա այսպիսի մի խնդիր, երբ կինը կարծես թե այդ ռեսուրսները ու ժամանակը չունի այդ ամենը իսկապես հասցնելու, որովհետև ամեն ինչ կա, պայմանները կան, հնարավորությունները եւս սկսիր ստեղծել ու նաեւ քեզ որպես մասնագետ կայացնել, բայց ուր է մնում այն ժամանակը, որը պետք է կնոջ, այսինքն նա պետք է այդ ժամանակի մեջ տեղավորի եւ աշխատանքը, եւ ընտանիքը, եւ հանգիստը ու մի բան էլ մտածի զարգացման
ու իր կարծես թե մտքերը առաջ տանելու մասին։ Տեսեք, քիչ առաջ դուք խոսեցիք այդ հայրիշխանական մոտեցումների եւ այլնի մասին, ինչպես է օրինակ էմանսիպացիա տերմինը առհասարակ գործածվում ու կիրառվում Հայաստանում, այնպիսի մի երկրում, որտեղ հայրիշխանական դաստիարակությունը յուրաքանչյուրի տանը, ընտանիքում եղել է, շատերի դեպքում շարունակում է դեռ մնալ, իսկ տերմինը հենց խոսում է ազատում հայրիշխանությունից։ Ինչքանով ենք մենք հեռու այդ ամենից։ Ես կարող եմ ասել, որ մենք ունենք բավականին աղավաղված պատկերացումներ, թե էմանսիպացիայի, թե ֆեմինիզմի հետ կապված, եւ որպիսի սա չլինի, երևի մի քանի կարևոր բան է պետք նախադրյալ։ Նախ ես չափազանց կարևորում եմ արդյունավետ իրազեկումը, ինչ նկատի ունեմ։ Օրինակ դուք գիտեք, որ PR-ի ու հանրային հաղորդակցության մեջ մեսեջները, ուղերձները ձևակերպելիս անպայման հաշվի են առնում, թե ով է այդ ուղերձը ստացողը, լսարանը, եւ որն է այն հիմնական խողովակը, որով դու կարող ես տեղ հասցնել այդ ուղերձը։ Օրինակ, երբ որ հավաքվում են բավականին էմանսիպացված, ընդհանրենք 3-4 կին եւ այսպես հաղորդում են նկարահանում, որի շրջանակներում զրուցում են ֆեմինիզմի մասին, շատ նուրբ սահման կա, եթե դու այդտեղ մատուցես գիտելիքը այնպես, որ մինչ այդ ֆեմինիզմի հետ կապված որևէ դիմադրություն չունեցող, օրինակ դեռահասը, երիտասարդը սկսում է ավելի շատ լարվել, այսինքն այդ մեսեջները իրեն ավելի շատ ստիպում են ֆեմինիստին դիտարկել որպես բացասական ինչ-որ չափն անցած, չգիտեմ, ինչ-որ, այո, բացասական երանգով, նշանակում է դու ձախողել ես քո այդ իրազեկման, գիտելիքի ձևավորման ու հանրային հաղորդակցության արդյունավետ մեսեջինգի առումով։ Այդպիսի հաղորդում հենց այս պայն էլ աչքիս առաջ գալիս է, ես այս պայն անուններ չհնչեցնեմ, բայց 4 կանայք մեկը մեկից այսպես կայացած, համարձակ, բավականին վստահ, բայց իրենց զրույցը այն մարդուն, որը նոր է ֆեմինիզմի մասին գաղափար ձևավորում, հնարավորություն չի տալիս ավելի հեշտությամբ ընկալելու այդ նոր գիտելիքը եւ ընդունելու այն, դարձնելու դա իր համար իր կենսակերպի մեջ տեղավորվող ինչ-որ մի բան։ Մի կողմից հայրիշխանական համակարգի մնացուկներն են շատ խանգարում, մյուս կողմից ոչ այնքան հաջող փորձերը, որ հենց ֆեմինիստների կողմից կարող են լինել։ Որպեսզի մեր ունկնդիրների մոտ սխալ կարծիք չձևավորվի, եկեք եւս մեկ անգամ նշենք, որ այստեղ ոչ ոք չի փորձում կորցնել ընտանիքում անձանց դերերը։ Այստեղ ընդհանրապես մենք խոսում ենք մի երևույթի մասին, որ եթե մեկի ազատությամբ սահմանափակվում է մյուսինը, ու այստեղ լինում է իրոք իրավունքների ու ընտրության սահմանափակում, այդ դեպքում գալիս է խնդիր, որը փորձում է այսպես ասած ֆեմինիզմը լուծել։ Այսինքն ֆեմինիզմը հիմնականում խոսում է ոչ միայն կնոջ, այլ նաև մարդկանց ազատության, ազատ իրավունքի մասին, հավասար իրավունքների մասին, այո, եւ ինչպես նշեցի, օրինակ դա կարող է լինել ստրկության դեմ պայքարը, թրաֆիկինգի դեմ պայքարը, դա կարող է լինել կանանց եւ տղամարդկանց հավասար վարձատրվելու եւ այլնի, այսինքն այստեղ ոչ թե ինչ որ մեկին ստորադասելու, վնասելու միջոցով մեկ այլ խմբի իրավունքների հաստատման մասին է, այլ ինչպես ասացի, հասարակության բարօրության, սոցիալական արդարության հասնելու մասին է։ Իսկ ինչ կասեք սև ֆեմինիզմի մասին, որը բավականին հայտնի ալիք է կրկին եղել ու շատ անձինք, ովքեր դեմ են ֆեմինիզմին ու գաղափարախոսությանը առհասարակ, փորձում են կարծես թե այս ալիքի միջոցով որոշ փաստարկներ բերել ու ներկայացնել այն բացասական տեսանկյունից։
Ես այսպես կասեմ, եթե մարդիկ հակված են հակապաստարկներ ձևակերպելու, եթե իրենք որևէ երևույթին պատրաստ չեն դեռևս, իրենք կգտնեն հաստատ փաստարկներ, կլինի որևէ դրա համար հատուկ հիմք նախադրյալ թե չլինի։ Դուք գիտեք, որ Հայաստանում բազմիցս են եղել նաև հարցակումները ծայրահեղականների կողմից, եթե եղել է օրինակ ֆեմինիստական շարժում փողոցային, եղել են նաև փորձեր ձախողելու ուղակի այսպես բաց քննարկումները, այսինքն իմ կարծիքով սա ուղակի առիթ պատրվակ է կամ չեմ արդարացման ձև է, բայց ոչ հիմնական պատճառ։ Բայց հիմնական գալիս ենք այնտեղ, եթե թույլ կտաք, էլի գիտելիքի պակասն է։ Դրա համար եմ ես ասում, որ ֆեմինիզմը պետք է մատուցվի հանրությանը իր ողջ բովանդակությամբ, դրսևորումներով, չգիտեմ, ձևաչափով, ոչ թե շեշտելով միայն օրինակ կնոջ իրավունքի համար պայքարը, այլ ավելի լայն ներկայացնելով իր բոլոր տեսական պատմական ասպեկտներով, ավելին ձեզ ասեմ, այստեղ շատ կարևոր է, տեսեք, մենք անդադ խոսում ենք կնոջ, կին, տղամարդ, բայց եթե ժամանակ ունենայինք, ես ավելի մասնավորեցնեի եւ մենք կգնայինք գենդեր հասկացության հետևից եւ մենք կխոսեինք հակագենդերային շարժումների մասին եւ ես ձեզ կմեջբերեի օրինակ բոլորովին վերջերս մի դասախոսության էի, որտեղ ինձ համար նոր գիտելիք բացահայտեցի, որ պարզվում է դարեր շարունակ եղել են տարբեր գենդերներ, տարբեր մշակույթներում, որոնց մասին մենք պատկերացում չունենք։ Օրինակ, այս պահին կա քարտեզ, շատ լուրջ գիտական հետազոտություն է արվել, որը դուրս է բերել ամբողջ աշխարհում 23 գենդեր։ 23, օրինակ Հնդկաստանում, Պակիստանում, Բանգլադեշում դարեր շարունակ օֆիցիալ եղել է նաև մեր պատկերացրած այս բինար գենդերներից երկուսից, բացի նաև երրորդը, հիջրան, որը հավաքական հասկացություն է տարբեր գենդերային ինքնությունների համար։ Բայց քանի որ մենք այդ մշակույթների հետ չենք առնչվում, մենք շատ եկեք ընդունենք, որ այսպես հոմոգեն, մոնոէթնիկ հասարակություն ենք, նոր վերջերս սկսել են ինչ-որ այլ ազգեր, էթնոսներ մեզ հետ շփվել, ապրել այստեղ, բայց մենք սովոր չենք ընդհանրապես միջմշակութային հաղորդակցությանը։ Ու եթե դուք ուսումնասիրեք այդ քարտեզը, դուք կտեսնեք, որ Աֆրիկա, Հնդկաստան, չգիտեմ, Պակիստան, բազմաթիվ իրարից տարբերվող երկրներում, այդ թվում նաև իսլամական երկրներում նորություն չէ, որ կան շատ տարբեր գենդերներ։ Ու եթե մենք խոսում ենք ֆեմինիզմի մասին ու միանգամից պատկերացնում ենք զուտ այդ բինար ընկալումը կին տղամարդ ու ֆեմինիստը անպայման կին է, որը պայքարում է իր ստորադաս կարգավիճակը վերացնելու համար, այդ շատ նեղ ընկալում է, որովհետև ես ունեմ գոլեգաներ թե հայ, թե Հայաստանից դուրս, թե հայաստանցի, թե Հայաստանից դուրս, ովքեր արական սեռի են, բայց իրենք ֆեմինիստ են նույնական անում։ Իրենք նույնպես պայքարում են, ֆեմինիստական պայքարի մաս են եւ ապրում են ֆեմինիստական գաղափարախոսությամբ։ Դուք ձեզ ֆեմինիստ համարում եք եւ եթե այո, ինչպես եք փորձում այդ գաղափարախոսությունը ավելի ճիշտ կերպով ներկայացնել հասարակությանը ու նաեւ դասավանդելով նաեւ ձեր ուսանողներին։ Ես ինձ համարում եմ, վստահ չեմ, որ ֆեմինիստները կարող են ինձ ֆեմինիստ համարեն, այսինքն այն ֆեմինիստները, որոնք ավելի ադվոկացիայով են զբաղված ու ավելի շատ հրապարակավ բարձրաձայնում են հիմնախնդիրները, բայց իմ կենսակերպը, իմ մասնագիտական գործունեությունը լիովին հիմնված է ֆեմինիստական գաղափարախոսության վրա։ Դա կարող է ամենատարական բաներից սկսած դրսևորվել, այսինքն ընկերություն աղջիկների եւ տղաների հետ առանց որևէ տարբերության, հա, ասենք չտարբերակելով տղա է թե աղջիկ է քո ընկերը, վերջացրած նրանով, որ օրինակ, եթե ես տեսնեմ ինչ-որ բան հանրային վայրում, որը որ
կնոջը նվաստացնում է վիրավորումը եւ այլն, ես չեմ կարողանա անտարբեր անցնել դրա կողքով, ես դա կբարձրաձայնեմ։ Ես խոսում եմ հակախտրականության եւ մասնավորապես գենդերային խտրականության մասին գրեթե բոլոր առարկաների շրջանակներում լսարանում։ Իմ շփումներում ես կարող եմ ամեն պահ չձևակերպեմ վերբալ, ինչ որ բաներ, որոնք ֆեմինիստական մեսիջներ են, բայց իմ զրույցների կոնտենտը բերի նրան, որ դիմացինը սկսի ավելի լայն մտածել, խորհել այս կամ այն երևույթի մասին։ Այսինքն դա իմ կենսակերպն է, որը ինձ թույլ է տալիս կարծել, որ ես ֆեմինիստ եմ։ Եվ ես այստեղ մի բան հիշեցի, ես հյուր դասախոս էի ԱՄՆ Ռատգերս համալսարանում, որտեղ առարկա էին անցնում ընտանեկան բռնության հետ կապված, դա սոցիալական աշխատանքի դպրոցներ եւ այնպես էր ստացվել, որ կանայք էին միայն լսարանում եւ երբ որ դասախոսը հարց տվեց, ասեց ձեզանից քանիսն են ֆեմինիստ համարում, ամբողջ լսարանը անխտիր, չկար մարդ, որ ասեր չէ, բոլորը իրենք շատ տարբեր էին, տարբեր տարիքի, տարբեր բեքգրաունդներով, բայց իրենք բոլորը իրենց համարում էին ֆեմինիստ, իրենք բոլորը համարում էին իրենց պարտավորությունը ընտանեկան բռնության եւ գենդերային հիմքով խտրականության դեմ պայքարելը եւ հենց այդ ժամանակահատվածում իրենց կամպուսում դեպք էր պատահել, երբ որ նախկին զուգընկերը սպանել էր կնոջը, զուգընկերուհուն եւ հերթական անգամ դա դարձել էր ոնց որ այսպես էմոցիոնալ ալիք, որ ուրեմն մենք բավարար արդյունավետ չենք որպես ֆեմինիստներ։ Շնորհակալ եմ։ Իմ հյուրն էր Երևանի Պետական համալսարանի դասախոս, սոցիալական ոլորտի մասնագետ Լուսինե Քարամյանը։ Շիրակի մարզում կանանց քաղաքական մասնակցության բարձրացում փոդքասթների, երիտասարդական ճամբարի, ֆիլմերի մրցույթի եւ հանրային ֆորումի միջոցով ծրագիրն իրականացվում է տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ։ Ես Իզաբելլա Ահարոնյանն եմ, կհանդիպենք։